Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 6-րդ գլուխ Դաբարին երկաթը գտնվի։ Մարգարեներուն որդիները Եղիսեյսին գաղերսենք, ահա այստեղը ուր քո արջևդ կմնանք մեզի ներ է։ Երտանք ուրեմն մինչև հորտանան, անգե յուրաքանչյուրս քերամ մարնենք ու հոն մեզի փրագելու դեղ մշինենք։ Անալ պատասխանեց. Քացեք։ Անոնցմե մեկսավ, գաղերսեմ, հաջեք ու ծարաներուդ հետ կալ։ Անալ պատասխանեց. գուքամ, եւ անոնց հետ գնաց։ Հորտանան աստելով ծարեր գդրեցին։ Երբ մեկը քերամը գդրեր, դաբարին երկաթը ճուրի մեջ ինգավ։ Ուստիան բորալով ասավ. Ո իմ դերս, ամփոխ առնված էր։ Աստուծո մարդը ասավ. ուր ինգավ։ Ինքալ անոր ցուցուց տեղը։ Եղիսե փայտ մը գդրեց, հոն նետեց ու երկաթը ձփաց։ Ուստի անոր ասավ. վերցուր զայն, անալ ցերկի երկարեց եւ զայն արավ։ Սուրիական փանագը գբարդվի։ Երբ անգամը Սուրիայի թագավորը Իսրայելի թեմ կբادرազմեր, իր ծառաներուն հետ խորհրդակցելով ասավ. այսինչ կամ այնինչ դեղը պիտի ըլլա փանագավայրս։ Ուստի Աստուծո մարդը Իսրայելի թագավորին մարդ ղրգեց ասելով. զգուշացիր, որ այդ դեղեն չանցնիս, որովհետև ասորիները հոն իջած են։ Իսրայելի թագավորը մարդ ղրգեց այն դեղը, որում մասին Աստուծո մարդը իրեն խոսած ու զինք աստարարած էր եւ անգե զգուշացավ շատ անգամ։ Այս պատճառով Սուրիայի թագավորին սիրտը մրրգեցավ, իր ծառաները կանչեց ու անոնց ասավ. չեք հայտներ ինձի թե մեզ մե ով Իսրայելի թագավորին գովնագից է։ Իր ծառաները մեկը ասավ. ոչ մեկ ով թագավոր, իմ դերս, հաբա Իսրայելի մեջ եղող Եղիսե մարգարեն քուն ընչասենյակիդ մեջ ասած խոսքերդ Իսրայելի թագավորին գաղորդե։ Ինքալ ասավ. քացեք եւ անոր ուրը լալը կդեք, որբեսի զայն բռնել դամ։ Իրեն իմացուցին, ահա ան տոտայիմ է։ Ուստի ինք ծիեր գարկեր ու բազմաթիվ զորակունտեր ղրգեցոն, որոնք քիշերը կացին եւ քաղաքը բաշարեցին։ Երբ Աստուծո մարդուն սպասարկուն արդուն գանուխ ելավ ու դուրս գնաց, ահա զորակունտեր, ծիեր եւ գարկեր քաղաքը բաշարեր էին։ Սպասավորը իրեն ասավ. ո իմ դերս, ինչ պիտի անենք։ Եղիսե պատասխանեց. մի վախնար, որովհետեւ մեզի հետ եղողները ավելի բազմաթիվ են, քան անոնց հետ եղողները։ Եղիսե աղոթելով ասավ. ով դեր, գաղերսեմ, անոր աչքերը բաց, որբեսի տեսնե։ Դերը սպասավորին աչքերը բացավ ու տեսավ, թե ահա լերը գրագետ սիրով ու գարկերով լեցուներ Եղիսեի շուրջը։ Երբ անոնք իրքով իջան, Եղիսե դիրոջ աղոթեց ասելով. գաղերսեմ, այս ազգը գուրությամբ զարգ։ Դերն ալ զանոնք գուրությամբ զարգավ Եղիսեի խոսքին համաձայն։ Այն ադեմ Եղիսե անոնց ասավ. ջամփան ասիգա չէ ու քաղաքը ասիգա չէ, հետևեցեք ինձի, որբեսի ծեր փնդրած մարդուն տանիմ ցեզ։ Եվ զանոնք Սամարիա դարավ։ Երբ Սամարիա ասան, Եղիսե ասավ. ով դեր, ասոնց աչքերը բաց, որբեսի տեսնեն։ Դերը անոնց աչքերը բացավ ու տեսան, թե ահա Սամարիայի մեջ էին։ Իսրայելի թագավորը զանոնք տեսնելով Եղիսեի ասավ. իմ հայրս, զարնեմ, զանոնք զարնեմ։ Անալ պատասխանեց. մի զարներ, միթե քու սուրովդ եւ աղեղովդ կերևարվածներդ կզարնես, անոնց արջև հաց ու ճուրթիր, որբեսի ուդեն, խմեն եւ իրենց դիրոջ երտան։ Ուստի անոնց մեծ գոչունք մսարկեց, գերան ու խմեցին, հետո զանոնք ուղարկեց։ Անոնք ալ իրենց դիրոջ կացին եւ Սուրիայի քունթերը անգամնալ Իսրայելի երգիրը չեգան։ Սամարիայի բաշարումը։ Անգե յետ Սուրիայի Բենաթաթ թագավորը իր ամբողջ բանակը հավաքեց ու բարձրանալով Սամարիան բաշարեց։ Սամարիայի մեջ մեծ սով եղավ, քանի որ զայն բաշարեր էին, այնպես որ Իշու գլուխը 80 սիգր արձատի ձախվեցավ եւ քառորդ գաբիչ աղավնի աղբը 5 սիգր արձատի։ Երբ Իսրայելի թագավորը Բարիսպին վրայեն գանցներ, գիմը անոր աղաղագեց ասելով. ով թագավոր իմ դերս, օգնության ասիր ինձի։ Անալ պատասխանեց. եթե դերը քեզի չօգնե, ես ինչով քեզի պիտի օգնեմ։ Գալին թե հենցանին արդյունքով։ Ապա թագավորը անոր ասավ. քեզի ինչ եղավ։ Անալ պատասխանեց. այս գինը ինձ ասավ. քու որդիդ դուր որ այսօր զայն ուդենք, իմ որդիս վաղը գուդենք։ Ուստի որդիս խաշեցինք ու զայն գերանք։ Հաջորդ օրը անորսի որդիդ դուր որ զայն ուդենք, բայց ան իր որդին բահեց։
Երբ թագավորը այդ գնոջ խոսքը լսեց, իր հագուստները պատրեց եւ բարիսպին վրայեն անցած ադենը ժողովուրդը տեսավ, թե ահա անոր մարմնին վրա քուրց կար ներսեն։ Անսավ. Աստված ինձի այսպես եւ ասկե ավելի է, եթե այսօր Սապադյան Եղիսեի գլուխը իր վրա մնա։ Եղիսեը իր դան մեջ նստած էր ու երեցները անոր հետ նստած էին, եւ թագավորը իր արջևեն մարդ մղրգեց անոր։ Պատգամավորը թեր անոր չասած, Եղիսեը երեցներուն սավ. Կտեսնեք, թե այս մարդասպանի որդին մարդ ղրգեց, որ գլուխս վերցնե։ Նայեցեք, երբ պատգամավորը կա, թուրը կոծեցեք ու զայն տրանքով բռնեցեք։ Միթե անոր դիրոջ ոտքերուն ցայնը անոր յետևեն չի լսվիր։ Մինչ տակավին անոնց հետ կխոսեր, ահա պատգամավորը իրքով իջավ եւ ասավ. Ահա այս ճարիկը դիրոջմեն է, ալասկե իդ դիրոջմեն ինչ պիտի հուսամ։ Փառք ես դեր Աստված մեր։ Ամեն։